Ահա։ Այո։ Այդպես կացին ունենք։ Ահա։ Կարող ենք գնալ անտառ փայտ կոտրելու, կամ էլ ջարդելու եւ բերել, որ խարույկ կանենք։ Ջան։ Մնացածը տեսնենք։ Հիմա սուրճ ըմպում անենք։ Իրաց, խմած, սարում բացի ուտել եւ քնել, տես շարժվեց։ Ուտել, քնել, քայլել, ուտել, քնել, քայլել, մարդկա չել քայլեմ, բայց գնում ենք բանանենք թեյի ծաղիկներ հավաքելու, ուրց, նանա, խանթափի, խնձորածաղիկ, սվերաբոյ, էլ ինչ կա։ Անանք երիցուկ էլ։ Ահա։ Երիցուկը բանի է։ Չայ է։ Այո։ Հաճնաց։ Լավ երիցուկ էլ է վայր անտառի։ Սունկ չենք հավաքի, որովհետև սունկ այլևս չկա։ Ուրեմն երեխեք գտել եմ ղանթափի, այս տարածքում ղանթափի այդքան էլ չկա, բայց ես գտա ղանթափայել են ասում ինչ որտեղ էր, սրանից հրաշք թեյ է ստացվում եւ մենք միքս կանենք այս հրաշք ամեն ինչով եւ թեյ կխմենք, այս վերաբոյ չի։ Սա կեղծ վերաբոյ է, բայց թունավոր չի։ Կարանք տանենք, վայելենք։ Բոյովացել ես ինձանից։ Լավ է, արդեն հնացած է, 3 տարի բոյով ես ինձանից։ Հիմա մենք գնում ենք կարուսելներ։ Այո, գնանք կարուսել ընկնենք։ Մարախողը եկավ, փագեց, այս աղաքներ ստանալ չտենք։ Սա արդեն սար է։ Սարել կա, եթե կարուսելներն ենք հասնում, նշանակում է մենք բառի բուն իմաստով սարում ենք։ Սրբասարի տարածքն է, մի քիչ հետո այնտեղ աղբիր կա, ինչ որ մեկի աղբիրը, տենց ազգանով են ասում, հետո կա մի հետաքրքիր ուրդ, որը կոչվում է գիլածակեր, մի հարցրեք ինչու, ես էլ չգիտեմ, չնայած տրամաբանական է, հետո կա շլորկուտ, որտեղ թուրշի ջուրն է, եւ այդպես փուլ առ փուլ, այդպես ոնց որ Մարիոյ լևելներ հաղթահարելով ճանապարհները, քանի որ ոչ բարվոք վիճակում են, մենք այդպես սարերով անցնում ենք, հետո այնտեղ մեր սիրելի սարերից մեկը Սալկուտն է, որ գնում ենք Սալկուտ, իհարկե հիմա շատ մարդիկ չեն գնում, մենք էլ չենք գնում, եւ այս սարերի կուլմինացիան ինձ թվում է Դալուտախ սարն է, որը թարգմանաբար կարող ենք ասել գիժ սար, հրաշալի մի վայր է եւ Դիլիջանի հայտնի դիմաց սարը որ կա, այս կողմից է, այսինքն Դալուտաղի այն կողմը դիմացն է, այս կողմը Դալուտաղը գիժ սարն է եւ դրանից հետո արդեն շատ հեշտությամբ նաեւ Վանաձորն ենք հասնում, այսինքն ինչ որ Եռանկյունի մեջտեղն է այդ սարը,
հրաշալի եւ այնտեղ կա մի ձնֆոր, որտեղ տարին 12 ամիս կա ձյուն։ Ինա ջանս քեզ համար նորություններ չեն նաեւ։ Այո։ Եվ այդ ձնֆորից մամաս պատմում է, որ իրանք փոքր էին, իրանք տատիկները, բաբոները իրանք ուղարկում էին ամռանեն կիզի չարևին, հուլիսի, օգոստոսի, ասում են կաթոլիկը վերցրու գնա մին ձինբի, ձինվակե բի, այսինքն ձյուն հավաքի բեր, սիրտս հովանա։ Եվ դրանից մնացել է տատիների սառույց ուտելու ֆենոմենը ինձ համար։ Երևի ես վերջես էլ ես եմ սառույց ուտում, ինձ թվում է մի քիչ ծերացել եմ դրա նշանները։ Հիշում եմ մեր հարևան Նարգիս տատին ինձ 25 դրամ էր տալիս, որ ես իր համար այն կրուճկով սառույցներ սարցնեմ մեր սառնանում ու օրը 2 անգամ իրան սառույց մատուցեմ։ Ինչ երջանիկ էի, 25 դրամ էի աշխատում, գնում էի գոզինախ էի առնում, ուտում էի եւ աշխարհն իմներ։ Ավտոա գալիս, լռենք մինչեւ անցնի։ Юху. Վերջից վրա վերտում ենք դրան անելմի։ Մի հատ էլ վերջ։ Լավնա չէ։ Մեկ ավելի հավեսա։ Մեկ զարմանում եմ, որ մարդիկ ինչու ծառերը լավ չեն ճանաչում։ Ну ոչ բոլորը, բայց մանավանդ երիտասարդները, ինձ թվում է երիտասարդների համար մեկ է տերևը ինչ ձևի է, ինչ ծառա, вообще։ Եվ սա հաճարի ծառն է, հիմա չեմ պոկում, չնայած մի հատ կիսապոկվածը կար։ Այս հաճարենին է ժողովուրդ, որ ես չգիտեմ խիա ինքը թերագնահատված, ճիշտն ասած, բայց հաճարը շատ լավ համով բան է, օգտակար, իհարկե չափի մեջ, բնականաբար, որովհետև շատ ճնշում բարձրացնող հատկություն ունի։ Հիմա դե խակա, որովհետև հոկտեմբեր, ընկույզի նման էլի, մերկակալի նման, արդեն նոյեմբերին համարյա թե անցած է լինում, բայց հոկտեմբերը իդեալական ժամանակն է գալ սարեր հաճար հավաքելու ու ձմեռը արևածաղկի նման բովում ենք իրան եւ ուտում, ոչ շատ, կրկնում եմ ոչ շատ, որովհետև նաև ճնշում է բարձրացնում։ Մի խոսքով այս հաճարենին է ու շատ լավ է բռնած, մնացածը բոյս չի հասնում։ Մի հատ էլ ասեմ, հետո որ ասում են տավուշի խոզի միս, նոյեմբերյանի խոզի խորոված բան խիա համով, մի պարզ պատճառով, եթե անտառինն է իհարկե ու եթե մարդիկ ազնվորեն են խոզերը պահում ու հավելումներ չեն տալիս, որովհետև խոզը ուտում է հաճար, կաղին, շարժում է, բայց ոչինչ էկրանը, եւ ըստ այդմ խոզի միսը շատ համեղ է լինում։ Դե բնականաբար համեմում ենք մեր միակ եւ անկրկնելի սիրելի ուրցով։ Այդ մսերի վրա խնդրում եմ պղպեղ, մղպեղ, բան տենց բաներ մի արեք։ Միայն աղ եւ ուրց, վերջ, խորովածը իդեալական պատրաստ է։ Եթե ուզում եք տավուշի համով խորոված, ուրեմն աղ եւ ուրց, վերջ։ Այդքանով ամեն ինչ ասված է։ Հապտի մազերս։ Մազես հաղթում է ամեն ինչին։ Ու ինան լեսավ շատապվա վերնգդում։ Всё, լավ է։ Մառախուղից եւ անձրևից մազերս սենց անկեղծ եմ ասում, ալարում եմ ուղեմ, ես գլամուր եւ ֆեշն շոուի չեմ մասնակցում, դրա համար բնական միջավայրում եմ, չգիտեմ այս վիդեոից ինչ կստացվի, ուղղակի սենց պատահական կադրերով հավաքված վիդեո լինելու ձեզ համար, ինա դեմ չես չէ, որ երևաս, այո, ես թվում է սիրուն մի բան կստանանք ձեզ համար, մի հատ մազ ես տզե էլի, այդ է, կարող է մարդիկ ասեն, ես ինչա վիճակը գոհարի։